կարծում եմ, որ նրանք որևէ ներուժ չունեն, բովանդակության մասին խոսել էլ չենք կարող։ Ինչ վերաբերում է, որ ասում են դե մենք ընդդիմադիրներով կհավաքվենք, իրանք ընդդիմադիրներով վաղուց են իրար հետ հավաքված, նրանք պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներն են իրենց պոչերով, թաթիկներով, ոտիկներով, ականջներով, էլ չգիտեմ ինչերով, եւ հետեւաբար պարզից էլ պարզ է, թե մենք ում հետ գործ ունենք, ջախջախվել է պատերազմի եռագլուխ ընդդիմությունը եւ ջախջախվելու է առաջիկայա խորհրդարանում նաեւ, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնեն մանդատներ եւ գան խորհրդարան, մենք նրանց քաղաքականապես ջախջախելու ենք այս խորհրդարանում։ Մեր ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է եւ իրանց պատասխանը տվել է եւ մենք էլ մեր ժողովրդի ստացած մանդատով, ինչպես Տիկին Ղազարյանը ասաց, մեր ժողովուրդը տեր է կանգնել խաղաղությանը եւ մենք էլ մեր ժողովրդի տված մանդատով ուրեմն շարժվելու ենք առաջ, սպասարկելու ենք Հայաստանի Հանրապետության օրակարգերը եւ ուրեմն օրենքի ողջ խստությամբ պատժելու ենք պատերազմի եռագլուխ կուսակցությանը իր պոչերով, թաթիկներով, ոտիկներով, ովքեր փորձում էին ուրեմն դիվերսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ ու հələ մի հատ էլ լեզուները պտտվում է, շարունակում են ինչ-որ խոսույթներ գեներացնել, ելի ինչ-որ պայքարների եւ այլնի մասին։ Եվ վարչապետն էլ շատ լավ ասաց, եթե խնդիր են տեսնում, թող դուրս գան փողոց, հələ տեսնենք այդ ովքերով են դուրս գալու փողոց եւ ովքեր են որ կանգնելու են Հայաստանի Հանրապետության ուրեմն դեմ դիվերսիա իրականացնելու օրակարգի կողքին։